Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստվում է Ուկրաինա ուղարկել 2000 զինվոր։ Մակրոնի հրամանով կազմված զորամիավորման հիմնական մասը գրոհայիններ են Լատինական Ամերիկայի երկրներից։ Ռուսական տվյալներով ֆրանսիական զորքն արդեն Ուկրաինայի սահմանի մոտ է Լեհաստանում եւ անցնում է ինտենսիվ մարտական պատրաստություն։ Ըստ Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տեղեկության հնարավոր արտահոսքի դեպքում Փարիզը նախապես մշակել է պլան, հայտարարելու թե խոսքը ոչ թե զորախմբի, այլ հրահանգիչների փոքր խմբի մասին է։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնել է, թե Մակրոնը ֆրանսիացի զինվորականներին պետք է ուղարկի ոչ թե Ուկրաինա, այլ ֆրանսիական թանգարանները պաշտպանելու։ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն էլ նախազգուշացրել է, որ օտարերկրահատուկ ծառայությունները փորձում են ներթափանցել Ռուսաստանի կարևորագույն օբյեկտներ դիվերսիաներ իրականացնելու համար։ Շոյգուն նաև տեղեկացրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել հատուկ վտանգավոր օբյեկտների պաշտպանությունն ուժեղացնելու համար կամավորական ջոկատներ ստեղծելու առաջարկին։